Նոր սկանդալ է հասունանում քաղաքական դաշտում ընտրություններից օրեր առաջ։ Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է, որ Ռուսաստանից իր խոսքով ընտրակաշառքով Հայաստան ժամանած քաղաքացիները կներգրավեն 25-օրյա վարժական հավաքների, իսկ հավաքներից խուսափելու դեպքում կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։ Ավելի ուշ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնությունից եկած Հայաստանի քաղաքացիներին վարժական հավաքների կտանեն։ Ուշագրավ է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից ընդամենը մեկ օր առաջ նույն առաջարկն է արել ադրբեջանցի ռազմական վերլուծաբան Ադալետ Վերդիևը, պնդելով, թե Ռուսաստանը մարդկանց է ուղարկում Հայաստան Փաշինյանի վերընտրվելը կանխելու համար եւ առաջարկել է այդ մարդկանց ներգրավել զինվորական ծառայության կամ ռազմական հավաքների մեջ։ Քաղաքական ընդդիմախոսները համոզված են, որ իշխանությունը մտահոգված է արտերկրի ժամանող ընտրողների ընտրության արդյունքի վրա հնարավոր ազդեցությունից։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանի գնահատմամբ իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել եւ քաղաքացիներին հետ պահել Հայաստան գալու մտքից։ Այս իշխանությունը հերթական անգամ ցույց է տալիս, որ առհամարած ունի եւ մարտական ծառայությունը, առհամարած ունի եւ բանակին, եւ զինված ուժերին, ամեն ինչը ծառայեցնում է իր քաղաքական հաշիվներին, իր ընտրական հաշիվներին, ինչպես ամեն ինչ մայիս 28-յան շքեր, մնացալ բոլոր հարցերում։ Մանուկյանը հիշեցնում է նաև, որ 25-օրյա վարժական հավաքների թեման նախկինում եւս քաղաքական հակասությունների առարկա էր դարձել։ Նրա խոսքով 2022 թվականի դիմադրություն շարժման օրերին նույնպես եղել են դեպքեր, երբ ընդդիմադիր ակտիվություն ցուցաբերող քաղաքացիները զորակոչվել են վարժական հավաքների, ինչն այն ժամանակ եւս քննադատության ալիք էր առաջադրել։ Հարցում եմ ուղարկել Պաշտպանության նախարարություն, թե ինչ ծավալներով է իրականացվելու այս տարի վարժական հավաքները։ Պարզվեց ընտրական գործընթացի փուլում 1000-ից ավել քաղաքացի է զորակոչվելու 25-օրյա վարժական հավաքների։ Ընդդիմադիրների կարծիքով այստեղ առաջանում է մեկ այլ կարևոր հարց։ Եթե 2018 թվականին եւ հետագա ընտրությունների ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող քաղաքացիների քաղաքական ակտիվությունը դիտվում էր որպես բնական եւ ժողովրդավարական գործընթաց, ապա ինչու է այսօր նույն երևույթը ներկայացվում կասկածի եւ սպառնալիքների համատեքստում։ Կամ եթե այս փուլում կրկին գային իշխանությանը սատարելու, ինչպես 2018-ին էին գալիս Փաշինյանի ցույցերին մասնակցելու, ապա դա խնդիր չէր առաջացնելու։ Ընդդիմադիրների խոսքով, եթե արտերկրից ժամանել նախկինում չէր համարվում խնդիր, ապա այժմ իշխանությունը պետք է հստակ բացատրություն ներկայացնի, թե ինչով է պայմանավորված մոտեցումների փոփոխությունը։ Այս ֆոնին ընդդիմությունը խոսում է հնարավոր երկակի չափանիշների մասին, պնդելով, որ խնդիրը ոչ թե արտերկրից քաղաքացիների ժամանումն է, այլ այն հանգամանքը, որ նրանց մի մասը կարող է աջակցել իշխանության հիմնական քաղաքական մրցակիցներին։